Հիվանդանոցներում ամենամեծ հերթերը գիտեք, թե որ կաբինետների առաջ են գոյանում։ Լաբորատոր, հետազոտական։ Ցանկացած էպիկրիզ կազմվում է հետազոտությունների հիման վրա։ Ցանկացած մասնագետի առաջին գործը ճիշտ հետազոտությունների նշանակումն է։ Իսկ որ հետազոտական կլինիկան եք նախընտրում։ Քովիդից հետո մեկը մյուսի հետևից հայտնվեցին հետազոտական նոր կենտրոններ, բայց որպես կանոն մենք գնում ենք այնտեղ, ուր խորհուրդ է տալիս բժիշկը, կամ գոնե չենք գնում այնտեղ, ուր բժիշկը խորհուրդ չի տալիս։ Մեր զրուցակցի ընկերներն այդպես չեն վարվել։ Նոր էին ամուսնացել ու պլանավորում են երեխա ունենալ ու այդ իրանց բժիշկները իրանց ուղարկել են հետազոտությունների նախքան երեխա պլանավորելա։ Այդ լաբորատոր հետազոտությունները գնացել են Երևանյան լաբորատորիաներից մեկում էին տվել, բավականին անվանի լաբորատորիայում։ Անալիզների արդյունքում պարզվել էր, որ քաղցկեղի մարկերներ գոյություն ունեն, վկայում են, որ մարդու մոտ հնարավոր է քաղցկեղային հիվանդություն ու ընդ որում կանացի քաղցկեղ։ Երիտասարդները իրարանցման մեջ են ընկնում, տագնապ, հուզմունք, բնական է, ոչ միայն կասկածի տակ է նրանց երեխա ունենալու հնարավորությունը, այլև վտանգի տակ է կնոջ կյանքը։ Բարեբախտաբար էմոցիաները զսպում եւ ընկերների խորհրդով նույն հետազոտությունն անցնում են նաեւ այլ կենտրոններում։ 3 լաբորատորիաներում գնում են իրանք նույն հետազոտությունները անցնում, պարզվում է, որ այդ նշված այդ մարկերները, որը այն առաջի լաբորատորիայում բարձր են եղել, իրականում նորմայի սահմաններում է։ Մարդիկ մեկ շաբաթյա սթրեսային վիճակից վերջապես դուրս են գալիս։ Հետազոտական սխալ տվյալների հերքումից հետո վրա հասած դրական էֆեկտն է։ Կարմիր գնդիկները հեմոգլոբինի մոլեկուլներն են։ Դեղին գնդիկները գլյուկոզայի մոլեկուլներն են, որոնք ամրացել են հեմոգլոբինին։ Սա շատ վատ է։ HbA1c-ին դա մարդու օրգանիզմում շաքարախտի մակարդակը ֆիքսող ամենաճշգրիտ հետազոտություններից մեկն է։ 6.5% կա հաստատ շաքարախտ, 6.3% դեռ շաքարախտ չկա։ Այսինքն 0.2%-ի տարբերության պարագայում կարելի է ֆիքսել կա թե չկա այս դաժան հիվանդությունը։ Պատկերացնեք, ինչ կարևոր է հետազոտության ճշգրտությունը։ Բուժարուն եկել է մեզ մոտ ստուգման միայն մեզի ընդհանուր պատասխանով, որտեղ առկա է գլյուկոզուրիա։ Սկսում ենք քննարկել, մտածել, վերլուծել, ինչի հաշվին մեզում կհայտնվի գլյուկոզը։ Հիվանդը շաքար չունի, դիաբետիկ չի, որևէ դեղորայք չի օգտագործում։ Մանեն ախտորոշման process-ում լաբորատորիաների տարբերվող պատասխանների խնդրին բախվել է բազմիցս։ Վերջինը բառացի շաբաթներ առաջ։ Պացիենտը պատտվել է 3 լաբորատորիաներով, 3-ում հանձնել միևնույն հետազոտության համար արյուն։ 3-ն էլ տարբեր պատասխաններ են տվել։ Երկու տվյալ նույն ցուցանիշի մասին, մեկը նորմայի սահմաններում է, մյուսը նորմայից ցածր, որը մեզ հանգեցնում է նրան, որ մենք ուղարկենք եւս մեկ հետազոտություն հանձնելու, նորից այդ նույն կալիումը հանձնելու։ Կալիումը հանձնում է Y լաբորատորիայում, գալիս է 7։ Եթե չլինեն երկրորդային սիմպտոմներ, որոնք հակասության մեջ էին հետազոտության արդյունքների հետ, ապա ըստ ուղեցույցների բժիշկը պարտավոր է լինելու անհապաղ բուժում սկսել։ Հիպերկալեմիան կոնկրետ տվյալ ցուցանիշը անհապաղ հոսպիտալացման ցուցում է հանդիսանում, ստացիոնար պայմաններում պետք է իրականացվի էլեկտրասրտագրություն, համապատասխան կալիումը կարգավորող բուժում։ Սա մարտի 31-ին առավոտյան հանձնած հետազոտությունը, համաձայն որի կալիումը ստացվել է 7 մմոլ լիտր, եթե նայենք համաձայն տվյալների, ինքը համարվում է ծանր աստիճանի հիպերկալեմիա։ Ուղարկվել է ուրիշ լաբորատորիա հետազոտությունը կրկնելու, տրվում է պատասխան 4.8, որը լիարժեք նորմայի սահմանը։ Այս հիվանդը ոչ մի բուժում չի իրականացրել։ Այս կրկին նույն լաբորատորիան 2 օր անց կրկին տալիս է 4.8։ Ի վերջո, պարզվել է խնդրի աղբյուրը եւ մարդուն ճիշտ բուժում են նշանակել։ Նա էլ սկսել է կարգավորել առողջությունը։ Մեր նախորդ պատմության երեխա պլանավորող զույգը վրդովմունքը որոշել է չթաքցնել, վերադարձել է սխալ թույլտված հետազոտական կենտրոն եւ հանդիպել ղեկավարության հետ։ Տնօրենը իջավ մեր մոտ, սկսեցինք խոսել, մենք բացատրեցինք մյուս 3 լաբորատորիաների այդ բաները, եզրակացությունները տվեցինք իրեն, նայեց իրանց լաբորատորիայի եզրակացությունները, իր դիմաց դրեցինք, նայեց ու սկսեց աղաչել, պաղատել, որ որևէ տեղ չխոսանք դրա մասին, գումարը, այսինքն վճարած գումարը բավականին թանկ հետազոտություններ էին դրանք։ Այդ վճարած գումարը հետ տվեց, ասում էր, խնդրում եմ, այստեղ այնտեղ չպատմեք, որ նման միջադեպ է ունեցել մեր լաբորատորիայում եւ այլն։ Քանի որ մարդիկ այն ժամանակ հետևողական չեն եղել, որպեսզի կառույցը պատասխանատվություն կրի եւ չեն ֆիքսել կենտրոնի սխալը հաստատող ապացույցները, այդ իսկ պատճառով անունը չեն հրապարակել։ Բողոքելու արդյունքում ինչ պետք է լիներ այդ մարդու հետ, հո այդ լաբորատորիան չէին փակելու։ Մենք սահմանափակվեցինք այնքանով, որ մենք մեր մոտիկներին, մեր մտերիմներին, մեր հարազատներին բոլորին պատմեցինք այդ լաբորատորիայի մասին ու առաջարկեցինք
երբևէ այդ լաբորատորիայում որևէ հետազոտություն չանցնել ու չվստահել իրենց։ Եվ իսկապես կա որևէ պետական կառույց, որը վերահսկում է լաբորատորիաների աշխատանքը, որպեսզի այդ կենտրոններն աշխատեն սահմանված նորմերին համապատասխան։ Այսինքն ենթադրվում է, որ ինչ-որ նորմեր խախտվում են, եթե մեկ կենտրոնում մի պատասխան են ստանում, 3 մյուսներում այլ։ Առողջապահության նախարարությունը պահանջեց, որ պետք է բոլորը ունենան որակի սերտիֆիկատներ, սակայն այս որակի սերտիֆիկատների ունենալը բացառապես փաստաթղթերի շրջանակից դուրս չեկավ, այսինքն ինչ կատարվեց, մի հատ ավել թղթաբանության եւ ծախսի խնդիր մտցրեց։ Այսինքն որակի հավաստագրում ասածը ենթադրում է այս կամ այն փաստաթղթի առկայությունը, ինչի հիման վրա առողջապահության նախարարությունը հաստատում է, որ տվյալ լաբորատորիան հիմնվելու պահին համապատասխանել է սահմանված նորմերին։ Իսկ այ հետազոտական կենտրոնների, օրինակ կադրերի որակի ստուգմանը պետք է հետևի առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը, նշում է Անուշ Պողոսյանը։ Պայման պահանջների եւ կադրերի վերահսկողությունը կատարվում է տեսչական մարմնի կողմից։ Եթե կա կադրային եւ գործիքային հագեցվածության խնդիրներ, ապա տեսչական մարմինը իր լիազորությունների շրջանակներում պետք է առողջապահության նախարարությանը միջնորդի լիցենզիայի կասեցման հարցում։ Իդեպ, լաբորատորիաների աշխատակիցների մասնագիտական որակների մասին սխալ ախտորոշումը հաճախ հենց այդ որակների ցածր լինելու հետևանքն է։ Եթե օրինակ երկարատև ժգուտը կապվի կամ բուժարուն վերցնելու ժամանակ բռունցքը շատ ամուր սեղմած լինի, վերցնելու ընթացքում ինչ-որ տրավմաներ առաջացնեն, այդ ժամանակ արյունը կհեմոլիզվի, կալիումի քանակը արհեստականորեն կեղծ կբարձրանա, մենք կունենանք կեղծ հիպերկալեմիա։ Այդ փոքր ասած արյունը վերցնելուց եթե սխալ վերցնես, Արդեն իսկ կարող ենք ունենալ սխալ պատասխան։ Հույս ունեինք, որ այս որակի ներդրման պահանջով կվերահսկվի, սակայն ինչ ստացվեց, օրինակ մարզերում հանձնաժողովներ էին կազմվել եւ մարզպետարանից այնպիսի աշխատակիցներ էին ներգրաված այդ հանձնաժողովում, որոնք որ օրինակ ունեին մաթեմատիկի կամ ֆիզիկայի կրթություն, ինչ պետք է հասկանար այդ հանձնաժողովի այդ անդամը, օրինակ մարզերի լաբորատորիաների ուսումնասիրությունից ես մեղմ ասած չեմ հասկանում։ Դիմեցինք առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին հասկանալու համար, թե ինչ տրամաբանությամբ են իրականացնում ստուգումներ բժշկական լաբորատորիաներում, նախորդ տարի քանի նման ստուգում են իրականացրել եւ ինչ խախտումներ են արձանագրել։ Պատկան մարմնից պատասխանեցին, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքների որակի նկատմամբ վերահսկողությունը իրենց լիազորությունների շրջանակից դուրս է։ Չնայած կրկնեմ, մեր հարցերը վերաբերում էին ոչ թե հետազոտությունների որակին, այլև լաբորատորիաներում կառույցի կատարած ստուգումներին։ Ահա այսքանը։ Բացի թողի վիճակը հոպոզով փոչով չի լինում, ստացվում է լաբորատոր փորձաքննությունների ոլորտում եւս ամեն ինչ թողնված է ձեռներեցների խղճին։ Պետական գործուն հսկողություն այս հաստատությունների աշխատանքի նկատմամբ ըստ էության գոյություն չունի։ Արմեն Աթալյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։